Արդեն օգոստոսի 2-ին լրանում է Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված ապօրինի քրեական վարույթի 2 ամիս է, հունիսի 2-ին Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ինչ կարող ենք ասել, բնականաբար այն քաղաքական բռնաճնշումների տրամաբանական շարունակությունն է, որը որ եղել է նախընտրական, բուն ընտրությունների ժամանակ եւ հետընտրական փուլում։ Ինչ ենք ակնկալում ենք, որ վերջապես Հայաստանում, ինչպես պարոն Դավիթ Ղազարյանի դեպքում էր, ինչպես Հայկ Սուքիասյանի դեպքում էր, արդարադատությունը կսկսի գործել եւ Ալիկ Ալեքսանյանը այսօր ազատ կարձակվի կամ իր նկատմամբ նվազագույնը կկիրառվի ավելի մեղմ խափաման միջոց, սակայն եկեք ճիշտ հասկանանք, Ալիկ Ալեքսանյանը պետք է անմիջապես անհապաղ ազատ արձակվի, մի րոպե շուտ։ Պարոն Աբրահամյան, ինչու են հենց Ալիկ Ալեքսանյանին այսպես երկար պահում կալանքի տակ, ինչով է խանգարում նա իշխանություններին, ձեր փաստաբանները, ձեր թիմակիցները ասում են, որ սա քաղաքական հետապնդում է, կարծում եմ երևի դուք եք նույնը պնդում, եթե քաղաքական հետապնդում է, ապա ինչու հենց Ալիկ Ալեքսանյանը։ Ոչ միայն քաղաքական հետապնդում է, նաև քաղաքական վրեժխնդրություն, ապրիլ ամսից սկսվեցին քրեական վարույթներ, ապրիլ ամսից առաջ նաև գիտեք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 17-ից նախաձեռնվել է քրեական վարույթ, հիմնականում իշխանությունը առաջին հերթին գործերը հարուցում եւ փորձում է իզոլացնել, շփման մեջ սահմանափակել եւ այսպես ասած նաեւ պատժի տեսքով տանել կալանքի այն գործիչներին, որոնք որ ավելի մեծ անհարմարություն են իրենց պատճառում, որոնցից որ վտանգ են զգում։ Ինչ վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին, այո, Ալիկ Ալեքսանյանը իր ուղերձներով, իր ելույթներով երևի թե շատ է ցավեցրել գործող իշխանություններին։ Իդեպ նրա վրա բավական ծանր մեղադրանք են դրել, համ որպես կազմակերպիչ խմբի, համ փողերի լվացման մեղադրանք, այդ ում փողերն է լվացել Ալիկ Ալեքսանյանը, որպես ծանր մեղադրանք են դրել։ Գիտեք, ցանկացած նման կարված գործ ինչ որ մի օր տրակում է, պայթում է։ Եվ դրան ականատես մենք կլինենք, համոզված եմ շուտով, երբ որ նախաքննությունն էլ ավարտվի եւ նախաքննության գաղտնիքը, ինչ որ այս նյութերը, որոնք որ հիմա նախաքննության գաղտնիք են հանդիսանում, հրապարակվեն, դուք ինքներդ կտեսնեք, թե ինչի մասին է խոսքը։ Իդեպ ասում են, որ փողերի լվացման մեղադրանք շատ դեպքում հատուկ են առաջադրում այն մարդկանց, որոնց ուզում են երկար պահել բանտում կամ որոնց մասով ավելի խիստ մոտեցում ունեն, որտեղ փողերի լվացման մեղադրանքը բավական ծանր է եւ դա ինքը ավելի բարդ իրավական գործընթաց է հետատրում, ուժ ազատում, գիտեմ ավելի։ Բոլոր դեպքերում մեր Ալիկ Ալեքսանյանը ուժեղ է, իմ իմանալով փաստաբանների միջոցով, այսպես ասած, ստանում ենք ինֆորմացիա, ուժեղ է, պարապում է եւ տրամադրվածությունն էլ այնպիսին է, որ պատրաստ է նա երկարաժամկետ պայքարի, ինչ էլ փորձ են անել, վաղ թե ուշ ինչպես ասում են, տեսակցությունները փակ են, ոչ չեմ հանդիպել, տեսնենք, եթե հիմա հուսով ենք, որ ազատ կարձակվի, տեսնենք էլի, հուսով ենք այսօր Ալիկ Ալեքսանյանին տեսնել ազատության մեջ։ Իրականում այո, տեսել ենք, որ անցած շաբաթ իշխանությունները ցանկանում էին նաև, այսինքն նախաձեռնվեց քրեական վարույթ Նարեկ Կարապետյանի նկատմամբ, մի խոսքով իշխանությունները ունեն վախեր, այդ վախերը մենք հասկանում ենք ինչի հետ են կապված։ Պարոն Աբրահամյան, տեսեք, Ալիկ Ալեքսանյանը նույնիսկ պատգամավորի թեկնածու չէր, եթե մյուսները ինչ-որ կերպ կարող էին խանգարել, հենց կոնկրետ այդ վախը Ալիկի հանդեպ էլի, եթե նա նույնիսկ թեկնածու չէ, ինչով էր նրանց խանգարում ազատության մեջ, ու ինչ կասեք գործը հատկապես ինչով է շինծու, հա, բոլորը պնդում են շինծու է, եւ ինչ դրվագ դուք կարող եք կոնկրետ նշել։ Գիտեք, նախաքննության գաղտնիքից ելնելով փաստաբաններն էլ շատ բան չեն ասում, բայց բոլորս հասկանում ենք եւ այն ինֆորմացիան, որը որ հասանելի է, մենք էլ հասկանում ենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ կազմակերպված այդ շոուն, որ իրականացրել են եւ ձերբակալել են ոչ միայն Ալիկ Ալեքսանյանին եւ նաեւ մեր մյուս ընկերներին, գիտեք, որ ընտրություններից նախորդող օրերին ձերբակալվել են մի քանի 100 մեր
գաղափարակից ընկերներ, որոնք որ շտաբային աշխատանքներում են ներգրաված եղել, շտաբերի պատասխանատուներ են եւ առանցքային այսպես ասած դերակատարում ունեին ընտրական process-ի օրինականության վերահսկման գործում, նպատակը այդ ընթացքում եղել է մեկը ամեն ինչ անել, որպեսզի հնարավոր դարձնեն այն ընտրախախտումները, որոնք որ տեղի ունեցան հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ եթե այդ խախտումները չլինեին, ապա այսօր ուժերի համամասնությունը ազգային ժողովում էապես տարբերվելու էր այսօր գոյություն ունեցող այսպես ասած համամասնությունից։ Այդ ձեր փակալություններն ու կալանավորումները ազդեցին ձեր հեղինակության վրա, թե ինչով խանգարեցին։ Գիտեք, ինչ վերաբերում է կոնկրետ, ինչպես ասում եք, հեղինակությունը, մեր նկատմամբ սկսվել է արշավ դեռևս անցած տարվա հունիսի 17-ին եւ այն ահագնացել է արդեն ընտրական շրջանում, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն ամեն օր ռեպորտաժներ էր հրապարակում այն մասին, որ ուժեղ Հայաստանը իբրև բաժանում է ընտրակաշարք կամ այս կամ այն կերպ ապօրինություններ է գործում։ Գիտեք, բոլորս էլ հասկանում ենք, Հայաստանում բոլորը արդեն հասկացել են, թե ինչ նպատակ էր դա հետապնդում, սևացնել, այնպես անել, որպեսզի ուժեղ Հայաստանի վարկանիշը, որի աճը, որ արձանագրվում էր կուսակցության ստեղծումից անմիջապես հետո, որպեսզի ուժեղ Հայաստանը էական վնասներ կրի նախընտրական գործընթացում եւ այդ գիտեք, տեսել եք համեկի ռեպորտաժները, նույնիսկ եղել է դեպք, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորել է կամ նամակով, որքան որ հիշում եմ, դիմել է դատախազություն, թե հակակոռուպցիոն կոմիտե կներեք, հակակոռուպցիոն կոմիտե եւ ասել է, որ նշել է, որ պետք է ձեռնպահ մնալ քաղաքական ուժերի անվանումները հիշատակելուց, սակայն ապարդյուն։ Ո՞րն է լինելու ձեր քայլերը, հետագայում ալիքին, եթե այսօր կալանավորեն եւ եթե չկալանավորեն։ Գիտեք, մեր պայքարը շարունակվում է, մենք նշել ենք օգոստոսի 2-ին խորհրդարանի նորընտիր խորհրդարանի 9-րդ գումարման արտահերթ նստաշրջանն է, առաջին այսպես ասած բացման նստաշրջանն է եւ մենք ինչպես նշել ենք բոլոր հարթակներում լինելու ենք ակտիվ, շփվելու ենք, հանդիպումներ ենք ունենալու ժողովրդի հետ եւ մեր նպատակը ամեն ինչ անել, որ գործող իշխանությունների ճակերտավոր թևերը կտրվեն եւ օր առաջ հարմար առիթի դեպքում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա իշխանափոխություն։ Շատ խնդիրներ եք հավաքագրել այս ընթացքում ձեր շրջայցերի ժամանակ։ Այո, ինչպես տեսնում եք, նաև արդեն մի քանի այց կատարել ենք հետընտրական, շփվել ենք մեր ընտրողների հետ։ Այցերը շարունակական են լինելու, մյուս շաբաթ, ինչպես մենք նշեցինք, լինելու ենք նոյեմբերանում, հանդիպելու ենք մեր քաղաքացիների հետ, գույքագրելու ենք իրենց խնդիրները։ Մի խոսքով, process-ը շարունակվելու է բոլոր հարթակներում եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն շուրջ 340,000 ընտրողների ձայները արդարացնենք։